Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբո ամեն։ Քանի դեռ ցերեկ է, քանի դեռ լույս է, ինչպես իմ հայրն է գործում, այնպես էլ ես կգործեմ, ես կաշխատեմ, բարիք կգործեմ մարդկությանը, այսպես ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Կգա գիշերը եւ ոչ ոք չի կարող գործել, քանի դեռ երկրի վրա եմ աշխարհի լույսն է։ Հայրը Աստված ինչպես է գործում, այնպես ինչպես ծնողներն են արարում, ստեղծում, պահում, պահպանում, մեծացնում։ Ինչպես ծնողները իրենց զավակներին լույս աշխարհ են բերում, խնամում են, պահպանում են, կրթում են, դաստիարակում են, հասցնում են իրենց նպատակին, այդպես էլ Աստված աշխարհը արարեց, ստեղծեց եւ պահում, պահպանում, նախախնամում է, չի թողել մեզ հետ է, մինչև երբ, մինչև աշխարհի մայրամուտը, ծնողը իր զավակին կրթում ու դաստիարակում է մինչև իր մայրամուտը, այդպես էլ Աստված մարդկությունը պահում, պահպանում, նախախնում է մինչև աշխարհի վախճանը։ Եվ մեր Տերը Հիսուս Քրիստոս հենց այդ նույնն է ասում, ինչպես իմ հայրն է գործում, այնպես էլ ես եմ գործում, քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ, առանց Տիրոջ պատվիրանների մենք ճշմարտության ճանապարհը լույսը չենք կարող տեսնել։ Մենք առանց Աստծո խոսքի խարխափում ենք խավարի մեջ, այդ պատճառով մեր Տերն ասաց, դուք ինձանով լույսը կտեսնեք, առանց ինձ խարխափեք խավարի մեջ, կույրը կույրին կառաջնորդի, երկուսն էլ խորխորատը կընկնեն։ Ուրեմն մեր Տերը ասաց, քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ, իսկ եթե Քրիստոս գնաց այս աշխարհից, երկինք համբարձվեց, աշխարհի լույսը չէ այլևս, միշտ է աշխարհի լույսը։ Այսօր էլ մեզ հետ է մեր Տերը, իր խոսքով, Աստծո խոսքը, Սուրբ Գիրքը, Ավետարանը, Աստվածաշունչը, Քրիստոսի կենդանի ներկայությունն է մեր մեջ։ Եկեղեցու սուրբ խորհուրդները, սուրբ հաղորդությունը, Տիրոջ մարմինն ու արյունը, հացն ու գինին, կենդանի Տերն է մեր մեջ։ Սուրբ մկրտությունը, եկեղեցու սուրբ խորհուրդներով Քրիստոս մեր կյանքում ներկա է։ Ասում է, քանի դեռ այս աշխարհում եմ, աշխարհի լույսը, կգա գիշերը, երբ այլևս ոչ ոք չի կարող գործել։ Իսկ ո՞րն է այդ գիշերը։ Եվ ինչպես չենք կարող գործել, երբ գիշեր կա։ Գիշերը մարդիկ քնում են, այդպես էլ մարդու գիշերը իր մահն է։ Երբ կգա մահը, մենք այլևս ոչինչ չենք կարող անել։ Ինչ որ կարող ենք անել, այսօր պետք է անենք, աղոթք անենք, ավետարան կարդանք, մեր մեղքերի համար զղջանք, խոստովանենք, ապաշխարենք, բարին գործենք։ Մահը կգա, այլևս որևէ մեկ իր համար չի կարող ոչինչ անել։ Բայց Աստված դեռևս մահվանից հետո էլ հավատացյալ քրիստոնյաներին մի դուռ է բացել, ողորմության մի դուռ է բացել։ Դուք այսօր հոգեհանգստին թղթեր տվեցիք։ Այդ ինչ է հոգեհանգիստը։ Հատուկ պատարագի մեջ տեղ կա, որտեղ քահանան հիշատակում է բոլոր այն մարդկանց, այն մի օր վերցնեք կնայեք խորհրդատետը, գրված է այսինչ անուն հոգեհանգիստը։ Պատարագի ժամանակ պատարագով մենք հիշում ենք մեր ննջեցյալներին։ Աստված այս երկրորդ ողորմության դուռն է մեր առջև բացել։ Մեկ ինչ որ մենք անում ենք մեր կյանքում, մեկ էլ մեր մահվանից հետո մեզ համար։ Ովքեր կարող են անել։ Զավակները, բարեկամները, հարազատները, եթե հավատացյալ են, եթե քրիստոնյա են, եթե միշտ գնում են պատարագի, միշտ աղոթք են անում իրենց ննջեցյալների համար։ Բայց կգա գիշերը, երբ ոչ ոք այլևս չի կարող գործել։ Ո՞րն է այդ գիշերը։ Գիշերը ոչ թե մարդու վախճանն է, այլ աշխարհի վախճանն է։
երբ բոլոր մեռելները հարություն առնեն, երբ ժամանակը դադարի, այդ ժամանակ այլևս հնարավոր չի լինի որևէ մեկի համար աղոթել։ Դատաստանը երբ եղավ, վճիռը կայացվեց, արդարները գնացին երկայնքի արքայություն, իսկ մեղավորները գնացին հավիտենական տանջանքների, որևէ մեկ այլևս չի կարող ազատվել դժոխքից։ Ուրեմն, ինչպես մեր Տերն է ասում, քանի աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ, մենք Քրիստոսի լույսով պետք է ապրենք, Տիրոջ ողորմությունը պետք է շահենք, ողորմած լինենք և Աստված մեր հանդեպ ողորմած կլինի։ Ամեն։